հոտը, կանալիզացի հոտը սպանում է։ Կոյուղու շրջակայքի աղբի հոտից փրկվելու միակ ելքը անընդհատ ծխելն էր։ 3 բանտից ազատ արձակվելուց հետո պատմում էր արցախցի Արթուր Օսիպյանը։ Դուրն ենք բացում կանալիզացի հոտն ա գալի, պատուհան ենք բացում աղբանոցի հոտն ա գալի։ Միակ տարբերակը նրանն էր, որ սիգարետը այնքան ծխենք, որ սիգարետի հոտով այդ հոտը խլացնենք, ոնց որ մոխարամանում նստած լինենք։ Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանն ու Բարաշենի բանտում 23 օր անցկացրեց։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով մեղադրվող երիտասարդը ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել, Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն փախած է անվանել ու վիրավորել։ Հացադուլը դադարեցրած Օսիպյանն այժմ մտադիր է վարչապետ Փաշինյանին պատասխանատվության կանչել։ Ես իրան խնդրեցի, ասեցի, ուրեմն այդ բանակցության փաստաթղթերը դուք հրապարակել եք կառավարության էջում, խնդրում եմ ինձ ցույց տվեք այդ տողը, որտեղ որ նման բան ա գրած։ Ես ընդհակառակը կարող եմ ցույց տալ այն տողը, որտեղ որ գրված է, որ ուրեմն հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, որի վրա սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության ասչան, այսինքն անկախություն։ Որևիցե սահմանափակում չկա։ Ասում դու լավ չես ընթերցել։ Դե լավ, թող իր ասածը։ Չեք կառուցել։ Ես դու կառուցել, Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ժամանակ մոտեցած արցախցի տղամարդը հենց հակամարտության կարգավորման մասին էր փորձել հարցնել, թե որտեղ է գրված, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, բայց Փաշինյանը վրդովվել էր, գոռգոռացել, նրան փախած էր անվանել, վիրավորել։ Գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արթուր Օսիպյանն եմ, Փալանչի աննասունն է, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ոչ մի ներողություն էլ չի պատրաստվում խնդրել, ավելին ինքն է սպասում Օսիպյանի ներողությանը։ Նա պետք է ներողություն խնդրի եւ իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները, գիտեք, մենք չգիտենք իրա եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ մենք տենց բան, միամիտ է։ Ակտիվիստը երեկոյան ազատ արձակվեց միայն քաղաքասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչների ու անձնական երաշխավորների դիմումից հետո։ Քաղաքասարակությունը Օսիպյանի հետապնդումը համարել էր քաղաքական մոտիվներ ունեցող ու բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք եւ երաշխավորություն։ Նկուղային խոնավ անարև խցում հացադուլի օրերն անցկացրած Օսիպյանն ազատության մեջ առաջինը խոսեց բանտային անմարդկային պայմաններից։ Իրոք դա մի պահ բերեց որոշ առողջական խնդիրներին, ամանավանդ որ 5 օր չէին թողնում դուրս գայինք զբոսանքի։ Այդ իրոք բոլորի վիճակն ա ծանրացրել, բոլորի վիճակն ա ծանրացրել։ Նույն բանտի մասին լրիվ այլ կարծիք ունի Արդարադատության նախարարը։ Սրփուհի Գալյանը 3 լրագրողներին պատմում էր, որ հաճախ է այցելում Նուբարաշեն։ Որևէ հարկի հետ կապված, որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Նախարարը սակայն չհստակեցրեց, արդյոք նկուղային հարկեր այցելելիս երբևէ զգացել է կոյուղու ու աղբի հոտը։ Գալյանը թեև չի ընդունում, որ Օսիպյանի պահման պայմանները հեռու են մարդկայինից, բայց փաստում է, շարունակ բարելավում են։ Մեր քրեակատորական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Սակայն իրավապաշտպաններն ու բանտեր այցելող դիտորդները շարունակում են պնդել, Նուբարաշենի բանտը մարդկանց պահելու համար պիտանի չէ։ Դիտորդներից Զարուհի Հովհաննիսյանն այսօր հրապարակել է 2022 թվականին արված լուսանկարները, որոնցում հստակ երևում են բանտի վատ պայմանները։ Այժմ պատերը ներկել են, հատակին սալիկներ են կպցրել, բայց խոնավությունը, գարշահոտը, անսարք ծորակներն ու գույքը, բնական լույսի բացակայությունը շարունակում են խնդիր մնալ։